Մեդիագրագիտության ուսուցումն ԱՄՆ-ում հետաքրքրության առարկա է դարձել 20-րդ դարի սկզբից, երբ անգլերենի ուսուցիչներն սկսեցին ֆիլմերի միջոցով ուսանողների շրջանում քննադատական մտածողություն զարգացնել։ Կանադան դարձել է առաջին երկիրը Հյուսիսային Ամերիկայում, որը պահանջել է դպրոցական ծրագրում ներառել մեդիագրագիտությունը։ Աշխարհում մեդիայից օգտվում են շատերը, բայց ոչ բոլորն են մեդիագրագետ։ Ապագա լրագրող Լիան ասում է, մեր օրերում դժվար է տարանջատել կեղծ տեղեկատվությունը իրականից։ Իմ հասակակիցները հիմնականում շատ ժամանակ են անցկացնում համացանցում, իսկ համացանցը, այսպես ասած, լցված է հիմնականում կեղծ լուրերով, առանց ստուգելու աղբյուրները, մարդիկ տարածում են։ Հայաստանում արդեն 8-րդ անգամ հանրակրթական դպրոցներում մեդիագրագիտության շաբաթ է անցկացվում։ Սյունիք հեռուստաընկերությունը այս օրերին հյուրերի պակաս չի զգում։ Կապանի թիվ 9 ավագ դպրոցի աշակերտները իրենց հուզող հարցերի պատասխանները եկել էին ստանալու տեղում։ Ինձ ավելի շատ հետաքրքրեց այդ տեսախցիկները, թե ինչպես են օպերատորները աշխատում լրագրողների հետ համագործակցելով ու թե ինչպես կարող է լավ կադրը լինել լավ ռեպորտաժի արդյունք։ Պատմության ուսուցիչ Ռիմա Մարգարյանը կարևորում է մեդիագրագիտությունը եւ դրա շրջանակում կազմակերպվող միջոցառումները, հատկապես դեռահասների շրջանում մեդիայի մասին պետք է շատ խոսել, ասում է։ ԶԼՄ-ները ունեն նույն ազդեցությունը հասարակության մեջ, ինչպես վիճուկային զենքի ազդեցություն, իսկապես դա շատ կարևոր է։ Մեդիագրագետ լինելը այսօր հրամայական պահանջ է, հատկապես հանրակրթական դպրոցներում, ու եթե մեդիագրագետ ես, դու բավական իրազեկված ես, ու ես կարծում եմ, որ ամենախոցելի խմբերը դրանք դեռահասները, դպրոցականներն են, եւ աշխատանք պետք է լինի շարունակական։ Մեր հանդիպումները, մեր այսօրվա հավանաբար մի փոքր գոնե կզգուշացնեն երեխաներին, օգտվելիս հասկանալ, որքանով է հստակ, հավաստի լուրը։ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրը այս տարի եւս միացել է մեդիագրագիտության շաբաթին։ Դպրոցականները ճանաչողական այցով մարզային միակ հեռուստաընկերության աշխատանքին ծանոթացան տեղում։ Կապանի թիվ 1 հիմնական դպրոցը տոնեց 100-ամյակը։ Ես միշտ մտածել եմ, որ շատ դժվար է լինել լրագրողը, ու կյանքում առաջին անգամ ինձ նստատեղ տեսել։ Սա շատ լավ հնարավորություն է երեխաների համար, որ ավելի մոտիկից ծանոթանան մեդիայի հետ։ Երեխաները չգիտեին, որ մարզում կա մեկ հեռուստաընկերություն, որը գտնվում է հենց Կապանում։ Մեդիագրագիտության շաբաթը իրականացնում է մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համագործակցությամբ։